երաշխավորված խաղաղություն։ Մենք դրական ենք գնահատում այն, որ ընդդիմադիր խոսույթի մեջ, ընդդիմադիր շրջանակների խոսույթի մեջ հայտնվել է այս ձևակերպումը, որը մենք ամիսներ առաջ էինք առաջ քաշել եւ կարծում ենք, որ սրա բովանդակությունը պետք է բացահայտել։ Ուրեմն իշխանությունը, որը ներկայացնում է պատերազմի եւ պարտության կուսակցությունը, բոլորիս մեղադրում է, որ մենք պատերազմ ենք բերում, բայց իրականում պատերազմի կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրն է, մենք ներկայացնում ենք խաղաղության կուսակցությունը։ Պատերազմի ագրավները հակել են խաղաղության աղավնու հակուկապը եւ խաբում են ժողովրդին։ Այս առումով փաստորեն Ալիևը ավելի անկեղծ է եւ չի խաբում, որ որևէ խաղաղություն չկա Հայաստանի հետ։ Կա ընդամենը միակողմանի զիջումներ։ Ուրեմն օրվա իշխանությունը Հայաստանը դարձրել է դոշի բրոշկա եւ այսպես կոչված ուրախ ավտոբուսով շրջում է մարզերում եւ խաբում է ժողովրդին, թե իբր խաղաղություն է բերել, բայց Ալիևը պայթեցրեց այդ ուրախ ավտոբուսը եւ ցույց տվեց, որ իրական եւ երաշխավորված խաղաղություն չկա, իսկ եթե կա, ապա այդ խաղաղության երաշխավորը հենց ինքը Ալիևն է։ Մեր պատկերացրած երաշխավորված խաղաղությունը ինստիտուցիոնալ բնույթ ունի եւ մենք ասում ենք, որ ոչ թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, այլ ճիշտ հակառակը, անվտանգային համակարգ ապահովելով է հնարավոր հասնել խաղաղության։ Ուրեմն մեր պատկերացած երաշխավորված խաղաղությունը ունի հետևյալ բաղադրիչները։ Առաջին, դա հայկական բանակի վերականգնումն է։ Առաջին եւ թիվ 1 երաշխավորը մեր անվտանգության հայկական բանակն է, որը պետք է ձգտի դեպի պրոֆեսիոնալիզմի։ Հայաստանի բանակը իշխանափոխությունից հետո կհամալրվի ժամանակակից զինանոցով, կզարգացվի տեղական ռազմաարդյունաբերությունը։ Բանակի սպայական կազմը պետք է համալրվի բարձրակարգ կադրերով, իսկ նրանց կենցաղային պայմանները կդրվեն որակապես նոր հիմքերի վրա։ Բանակի պրոֆեսիոնալ մասը կավելացվի երկարաժամկետ պայմանագրերի կնքումով, սահմանների պաշտպանությունը կդրվի պրոֆեսիոնալ կադրերի վրա։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ մենք կարծում ենք, որ 18 տարեկան զորակոչիկները չպետք է ծառայության անցնեն երկրի սահմաններում եւ այլ վտանգավոր դիրքերում։ Բանակը զորակոչիկի համար կդառնա ռազմական արվեստ ուսանելու, կրթվելու վայր, այլ ոչ թե կվերածվի վտանգավոր գործունեության ու հարկադրաբար կորսված ժամկետի։ Եվ ընդհանրապես բանակում ծառայելը պետք է քարոզվի որպես մշակույթ, ռազմական գործունեություն իրականացնելը որպես բարձր մշակույթ եւ բարձր հարգանք վայելող գործունեություն, որի հետ կապված մենք պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք եւ քանի բանակից ենք խոսում, ես առաջարկում եմ բարձր ծափահարություններով մեր զինվորականներին ողջունել։ Ժամանակին, երբ որ մենք կարողացանք հաղթանակ տանել Արցախյան առաջին պատերազմում, ընդունված էր եւ դրա հիմքերը կային, որ մենք ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, նկատի էր առնվում Հարավային Կովկասը։ Հիմա մենք այդ իմիջային կոմպոնենտը կորցրել ենք, բայց մենք 5 տարվա ընթացքում լրիվ հնարավորություն ենք ունենալու եւ պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի վերականգնվի հայկական բանակի իմիջը։ Ու քանի որ մենք երաշխավորված խաղաղությունից ենք խոսում, նաև պետք է հաշվի առնենք, որ այս իրավիճակը առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքով, որտեղ ցավալի պարտություն ենք կրել եւ կորցրել ենք Արցախը, սրա հետ կապված դիրքորոշումներ է պետք արտահայտել, ուրեմն հստակ առանց ձևականության եւ հուզականության ասեմ։ Մենք գտնում ենք, որ նա ում սիրտը չի ցավում Արցախի կորստի համար, սիրտ ու հոգի չունի
ու մեծ հաշվով հայ չի։ Բայց նա, ով ասում է, որ իշխանափոխությունից հետո անմիջապես մենք հետ կբերենք Արցախը, նա խելք չունի կամ արկածախնդիր է։ Արցախի հետ կապված մեր դիրքորոշումը հետևյալ կերպ ենք հայտնում։ Արցախի թեման փակված չէ, քանի որ կան էթնիկ զտման ենթարկվածներ։ Մենք գտնում ենք, որ արցախահայության վերադարձի իրավունքը պետք է դրվի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում եւ դրա հետ կապված միջազգային բոլոր խոշոր խաղացողները որևէ խնդիր չունեն։ Բացի Հայաստանի իշխանությունից ու Ալիևից, ոչ մի միջազգային կենտրոն, լինի դա Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, որևէ խնդիր չեն տեսնում արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության հետ կապված։ Ուրեմն այս հարցը հայտնվելու է մեր օրակարգում։ Երկրորդը, արցախահայության սոցիալական եւ այլ միջազգայինորեն պաշտպանված իրավունքները պետք է նորից հայտնվեն մեր օրակարգում, ինչպես որ աշխարհում ընդունված է, օրինակ Թուրքիան միլիարդավոր դոլարներ է ստանում փախստականների հետ կապված, նույն Եվրոմիությունից ասում է, որ դուք պետք է ինձ ֆինանսավորեք, որպեսզի նրանք չգան Եվրոմիություն եւ այլն։ Մենք այդպիսի խնդիր չունենք, մեր արցախահայ քույրերն ու եղբայրները պետք է Հայաստանում լինեն, իհարկե պահելով վերադարձի իրավունքի հնարավորությունը, այդ հարցը միջազգայինորեն քննարկելու հնարավորությունը, բայց նրանց սոցիալական եւ այլ տիպի իրավունքները պետք է պաշտպանվեն եւ Եվրոմիությունը, որի ներկայացուցիչները Մակրոնը, Բորելը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Միշելը, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման համար, իրենց երկրներում պետք է լոբինգ անեն, որ գոնե ինչ-որ չափով իրենց մեղքը քավեն եւ արցախահայությանը կոնկրետ եւ ուղիղ եւ էական աջակցություն տան, որովհետեւ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հենց այս մարդկանց միջնորդությամբ է Արցախը հանձնվել Ադրբեջանին, իհարկե տեղական Ալիևի ձեռքերով, բայց նաեւ նրանց հրահրմամբ, միջնորդությամբ եւ դիմացը խոստանալով աթոռի պաշտպանություն։ Այ հիբրիդային պատերազմը հենց այդտեղից սկսվեց նաեւ։ Երբ որ քարոզեցին, որ կպահպանենք անվտանգությունը, արցախահայության համար հնարավորություններ կստեղծենք, բայց բերեցին էթնիկ զտումներ։ Այնպես որ իրենց մեղքը թող քավեն, ճիշտ է Բայդենը հիմա գնացել է, որը նույնպես մեղավորություն ունի, գլխավոր քավորներից մեկ ինքն է եղել նաեւ։ Բայց այս շրջանակները, այս գլոբալիստական շրջանակները, որոնք Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որպեսզի հակառուսական իրենց գիծը առաջ տանեն, իրենք մեղավորություն ունեն եւ այդ մեղքերը պիտի քավեն եւ արցախահայության վերադարձի իրավունքի մեջ ներգրավվելով եւ սոցիալական ու այլ տիպի իրավունքներ պաշտպանելով արցախահայության համար։ Սա է մեր գլխավոր եւ հիմնական մոտեցումը Արցախի հետ կապված։ Հաջորդ կարևորագույն բաղադրիչը, որ ունի երաշխավորված խաղաղությունը, դա դաշնակիցների հետ մեր հարաբերությունների վերականգնումն է։ Աշխարհում չկա մի դեպք, երբ որ մեր տիպի երկրները առանց դաշնակիցների իրենց անվտանգությունը ապահովում են։ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներն նայեք, Եվրոմիությունը մի ամբողջ հսկայական հարուստ Եվրոմիությունը լրիվ այլ հովանոցի տակ է։ Տալիս է արդյոք դաշնակիցը 100%-ով երաշխիք, որ կլինի խաղաղություն եւ անվտանգություն։ Ոչ, մենք տեսնում ենք, թե ինչ են կատարվում Պարսից ծոցում։ Բայց դա ավելի բարձր երաշխիք է մեր պարագայում լինելու, քան Ալիևի տված երաշխիքը։ Այսօրվա Հայաստանի իշխանության առաջարկած մոդելը դա Ալիևի երաշխավորությամբ խաղաղությունն է, որը մենք տեսել ենք, թե իրենից ինչ է ներկայացնում։ Ուրեմն մեր պատկերացմամբ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչը այդ դաշնակցային հարաբերությունների վերականգնումն է։ Ուրեմն առաջին հերթին պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այն դարձնելով վստահելի։ Եթե այս վարվող քաղաքականությունը մնա, մենք չենք ունենա դաշնակից։ Լիարժեքորեն պետք է վերականգնենք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
դա թվում է, թե ոչ պոպուլյար այսօր ձևակերպում է, որովհետև եւ քարոզությամբ, եւ նաեւ ինչ-որ օբյեկտիվ հարցադրումներով, եւ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը խնդիրներ են առաջացրել, հարցեր են առաջացրել Հայաստանի քաղաքացիների մոտ, բայց ասեմ ձեզ, որ մենք մասնագիտական եւ քաղաքական առումով ավելի լուրջ եւ ավելի առարկայական հարցեր ունենք մեր դաշնակից Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ի հետ կապված, բայց մենք այդ հարցերը բարձրացնում ենք եւ բարձրացնելու ենք ոչ թե թշնամություն ապահովելու, ոչ թե դրսի ուժերի ձեռքին մանրադրամ դառնալու համար, այլ այդ խնդիրները լուծելու համար։ Այլ հարցը, երբ որ դու բարեկամաբար բոլոր սուր հարցադրումները բարձրացնում ես եւ քննարկում ես լուծում գտնելու համար, այլ հարցը, եթե դու դառնում ես Ուրսուլաների եւ մյուսների ձեռքում մանրադրամ, որպեսզի հակառուսական գիծ վարես, կալանավորում ես ՀԱՊԿ-ի քարտուղարին, հայ ազգի, հակառուսական գիծ ես որդեգրում, հետո սկսում ես նրանց վրա բարդել քո բոլոր խնդիրները եւ այդպիսով անում այն, ինչ որ իրենց երկրների հետ արել են Սաակաշվիլին ու Զելենսկին։ Հիմա Վրաստանի իշխանությունները այդ ճանապարհով չեն գնում, դրա համար դարձել են արևմուտքի աշկի գրողը։ Եվ արևմուտքում չեն թաքցնում, ասում են մենք ձեզ հո Եվրոմիություն բերելու համար չէինք ընկերություն անում ձեր հետ։ Մենք ձեզ օգտագործում էինք Ռուսաստանի դեմ, հիմա որ դուք չեք օգտագործում ձեր ժողովրդի արյան ու ձեր տարածքների գնով, մենք սկսում ենք ասել, որ դուք ժողովրդավար չեք, որ դուք վատն եք, քխեք։ Իսկ ահա Հայաստանի իշխանությունը համաձայնել է մանրադրամ դառնալու, դրա համար նրա ուսին թպթպացնում են Եվրոխորհրդարանի տարածքում ծափահարում են այնպես, ինչպես մարդիկ ծափահարում էին հայտնի վեպի մեջ Շարիկովին եւ ասում են, որ փայլուն իրավիճակ է։ Ուրեմն մենք հակառակն ենք անելու։ Մենք Ռուսաստանի հետ վերականգնելու ենք կապերը եւ դաշնակցային հարաբերությունները, ՀԱՊԿ-ի հետ էլ վերականգնելու ենք մեր կարգավիճակը, որովհետեւ սա խայտառակություն է, սկիսահղիությունը, բայց բոլոր հարցերը առաջ ենք քաշելու։ Իրանը մեր հարևան բարեկամ երկիրն է եւ եթե կուզեք այսօր Իրանը կռիվ է տալիս նաեւ Հայաստանի համար։ Այդպես է ստացվում։ Իրանի հետ կապերը մենք պետք է խորացնենք, բայց չխառնվենք այս հակամարտության մեջ եւ վերցնենք ակտիվ դիտորդի կարգավիճակ, այսինքն ինչքան որ հնարավոր է, որպեսզի նպաստի Հայաստանի իր ուժերի չափով խաղաղության հաստատմանը եւ այլն, ապա դա մենք պետք է կյանքի կոչենք։ Բայց խորացնելը պարտադիր է։ Երաշխիքներից մյուս կետը դա կոմունիկացիոն խաչմերուկ դառնալն է, որի մասին մի քիչ ավելի դետալային քիչ անց կխոսենք։ Այդ կոմունիկացիոն խաչմերուկը հյուսիս-հարավը եւ արևելք-արևմուտքը իրական ապաշրջափակումն է Հայաստանի, այլ ոչ թե այն միջանցքը, որ տվել են ու ասում են, թե իբր Հայաստանը շրջափակվել է, Ադրբեջանից էլ Ադրբեջանի տարածքով բենզին ու ցորենը գալի, ասում են, տեսեք, Ադրբեջանը ապաշրջափակել է, սուտ է դա, բլեֆ։ Այդ տրամաբանությամբ Թուրքիան էլ է ապաշրջափակել, որովհետև Թուրքիայից էլ ապրանքներ Վրաստանի միջոցով գալիս են, ընդ որում 30 տարի են արդեն գալի։ Բայց խո մենք չենք խոսում, որ ապաշրջափակվել է այդ ամեն ինչը։ Ուրեմն իրական կոմունիկացիան պետք է ապահովել։ Հիմա կոնկրետ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչ մոտեցումներ պետք է որդեգրենք։ Ուրեմն հաշվի առնելով մեր եւ Ադրբեջանի ժողովուրդների անցած պատմությունը, շատ դժվար գործընթաց է սպասվում, բայց պետք է լուծել այդ հարցը եւ անպայման այդտեղ պետք է լինի միջնորդ երաշխավոր։ Այսօր իշխանությունը Հայաստանի բանակցում է Ադրբեջանի հետ առանց միջնորդի, համենայն դեպս իրենք այդպես են ասում եւ առերևույթ այդպես է երևում։ Դա նշանակում է Ալիևը պետք է անընդհատ պահանջի, սրանք պետք է անընդհատ զիջեն։ Իսկ դա միակողմանի խաղ է, որը մեզ տանելու է պարտության։ Հետևաբար մեզ միջնորդ երաշխավոր է պետք եւ այդ միջնորդ երաշխավորի պարագայում մենք տեսնում ենք հնարավորություն, որ 5 տարվա ընթացքում կարող ենք ամբողջականացնել Ադրբեջանի հետ սահմանագծումը եւ սահմանազատումը։ Ինչի՞ է դա կարևոր։
շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք լրացուցիչ հնարավորություն ստանալ խաղաղությունը ապահովելու եւ նաեւ որոշակի հստակություն մտցնել հարաբերություններում։ Իսկ դա այդ միջնորդի դերում մենք տեսնում ենք առաջին հերթին Ռուսաստանում, որի քարտեզներով կարող ենք նաեւ իրականացնել սահմանագծումը եւ սահմանազատումը, եւ որի միջնորդությամբ ու երաշխավորությամբ հնարավոր է բարձրացնել անվտանգային մակարդակը։ Հակառակ պարագայում կրկնեմ, ստացվում է, որ Ալիևն է մեր երաշխիք տալու։ Հայաստանն ու Ադրբեջանը, եւ մենք բանակցային գործընթացի հիմքում դա ենք դնելու, պետք է պարտավորվեն չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Օրինակ Ադրբեջանի պահանջով սահմանադրություն չպիտի փոխվի։ Ինչը հիմա արվում է։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում, բացի Արցախայցյան վերադարձի իրավունքից, նաև պետք է դրվի գերիների հարցը։ Գերիների հարցը այն ինդիկատորն է, որը ցույց է տալու Ադրբեջանը անկեղծ է խաղաղության հասնելու ձգտման մեջ, թե ոչ։ Մեր համար դա ոչ միայն արժանապատվության եւ բարոյականության հարց է գերիների վերադարձը, այլ նաև անվտանգային համակարգին է վերաբերում, որովհետեւ եթե գրում ենք խաղաղության, բայց գերիներին պահել են, ուրեմն նշանակում է, որ պատանդների միջոցով են ուզում մեր վրա ճնշում կիրառել։ Դա պետք է բացառվի։ Հաջորդը, որը մտնում է նաև այս բաղադրիչի մեջ, դա հայ-թուրքական հարաբերություններն են։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի գլխավոր խնդիրը պետք է լինի առավելագույնս հայ-ադրբեջանականից այդ հարաբերությունները տարանջատելը։ Հիմա դրանք 100%-ով փոխկապակցված են դարձել այս իշխանությունների նաև համաձայնությամբ, եւ Թուրքիան անընդհատ ասում է գնա Ադրբեջանի պահանջները բավարարի, հետո կգաս կխոսենք։ Բավարարի, հետո կգաս կխոսենք։ Այդպես բավարարելով վերջում կարող ենք հասնել Երևանին։ Ու անունը դնեն, որ եթե դա չանենք, ապա պատերազմ կլինի։ Սևանը չտանք պատերազմ կլինի, Երևանը չտանք պատերազմ կլինի։ Հետո վերջում կասեն, դե Հայաստանը չտանք պատերազմ կլինի, ավելի լավ է տանք պատերազմ չլինի։ Եվ Հայաստանն էլ չի լինի այդ դեպքում։ Ուրեմն հայ-թուրքական հարաբերությունները մենք կողմ ենք, որպեսզի կոմունիկացիաները ապաշրջափակվեն եւ հաստատվեն միջպետական դիվանագիտական հարաբերություններ, բայց առանց այդ նախապայմանների եւ առանց փոխկապակցվածության։ Իդեպ մենք չենք մեղավոր, որ այս ամեն ինչը փակ է, սահմաններ կլինեն եւ այլն։ Թուրքիայի դաշտում է գնդակը եւ մեր մեղավորությունը չի, այստեղ իրենք պետք է քայլ անեն։ Ուրեմն սա երաշխավորված խաղաղության մեր բաղադրիչների մասին։ Միջնորդ, երաշխավոր, սահմանագծում սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների վերականգնում դաշնակիցների հետ եւ ամենակարևորը հայկական բանակի վերականգնում։